Նա պարզապես խաղաղ աշխատել էր ուզում։ Բայց մի գիշեր ամեն ինչ դուրս եկավ վերահսկողությունից։ Այժմ նա մի գաղտնիք է կրում, որը նա նախընտրում է անտեսել։ Եվ երկուսի մեջ լռությունն ավելի շատ է ճչում, քան ցանկացած ճշմարտություն։ Հուսով եմ, որ ձեզ դուր կգա այս պատմության հուզիչ շրջադարձը, սերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը։ Եթե հավանեք, բաժանորդագրվեք ալիքին։ Մի մոռացեք ինձ ասել, թե որտեղից եք դիտում։ Ալինը միշտ հավատացել է, որ քրտնաջան աշխատանքն ու նվիրումը բավարար են աշխարհում իր տեղը գրավելու համար։ Այն օրվանից, երբ նա սկսեց աշխատել որպես անձնական օգնական Ալմեյդյան Սուզա կորպորացիայում, Երանի խոշորագույն բիզնես խորհրդատվական ընկերություններից մեկում, նա ամբողջությամբ ընկղմվեց անվերջ աղյուսակների, բարդ զեկույցների ժողովների մեջ, որոնք ձգվում էին մինչ լուսաբաց։ Ամեն մի վերանայված ստորակետ, ամեն մի ճշգրտորեն պլանավորված հանդիպում, ամեն մի ճիշտ ջերմաստիճանի սուրճ մատուցելը լուռ միջոց էր ապացուցելու, որ ինքն արժանի է լինել այնտեղ, կոստյումներով տղամարդկանց բարձրակրունկներով կանանց այդ աշխարհում, որոնք շարժվում էին 23-րդ հարկի հայելապատ միջանցքներով։ Ռաֆայել Ալմեյդյանը, կորպորացիայի նախագահը, այն ամենն էր, ինչ Ալինը չէր սպասում գտնել, երբ ընդունեց պաշտոնը։ 38 տարեկան հասակում նա ղեկավարում էր ընկերությունը երկաթե ձեռքով, թափանցող հայացքով հաշվարկված սառնությամբ, որը նույնիսկ ամենափորձառու ղեկավարներին ստիպում էր վարանել որևէ առաջարկ ներկայացնելուց առաջ։ Բարձրահասակ, լայն ուսերով միշտ անթերի հետ սանրված մազերով, Ռաֆայելը հարգված էր վախեցած հավասարապես։ Նրա ամուր ձայնը արձագանքում էր ժողովների սենյակներում որպես անվիճելի հրաման, իսկ նրա լռությունն ավելի հռետորական էր, քան նրա խոսքերը։ Ալինը արագ սովորեց վերծանել իր ղեկավարի տրամադրությունները։ Նա գիտեր, թե երբ էր նրան պետք թունդ սուրճ բացարձակ լռություն, երբ էր պատրաստվում չեղարկել կարևոր հանդիպում, երբ էր ժողովը ձգվելու ժամերով։ Նա դարձել էր նրա առօրյայի անտեսանելի շարունակությունը, կանխատեսելով կարիքները նույնիսկ մինչ դրանց արտահայտվելը։ Իսկ Ռաֆայելն իր հերթին ճանաչում էր այս արդյունավետությունը աճող վստահությամբ, նրան պատասխանատվություններ հանձնելով, որոնք շատ ավելին էին, քան սովորական օգնականի պարտականությունները։ Այդ երեքշաբթի, հունիսին, Երանը արթնացավ մոխրագույն երկնքի տակ, որը անձր էր խոստանում։ Ալինը գրասենյակ եկավ առավոտյան ժամը 7-ին, ինչպես միշտ, իր շագանակագույն կաշվե պայուսակով մի բաժակ սուրճով, որը գնել էր անկյունում։ Օրը խոստանում էր լինել հատկապարպես դժվար։ Ռաֆայելը ռազմավարական պայմանագիր էր կնքում ամերիկյան ընկերության հետ, յուրաքանչյուր մանրուք պետք է վերանայվեր երեկոյան ժամը 10-ին նախատեսված տեսաժողովից առաջ։ Դրանք հարյուրավոր էջեր էին տեխնիկական պայմաններով, պայմանագրային կետերով, ֆինանսական կանխատեսումներով, որոնք սխալի տեղ չէին թողնում։ Ժամերը անցան խելահեղ ռիթմով։ Ալինը Ռաֆայելը կողք կողքի աշխատում էին գլխավոր ժողովների սենյակում, շրջապատված մահագոնե սեղանին սփռված փաստաթղթերով, բաց նոթբուքերով, որոնք ցույց էին տալիս բարդ գրաֆիկներ, սուրճի բաժակներով, որոնք բազմապատկվում էին ցերեկվա ընթացքում։ Իրավաբանական թիմը մտնում ու դուրս էր գալիս, հարցեր տալով, փոփոխություններ առաջարկելով, բայց երբ գիշերը իջավ քաղաքի վրա, միայն երկուսը մնացին։ Ռաֆայելը այդ օրվա մեջ առաջին անգամ թուլացրեց իր փողկապը, մի ժեստ, որը Ալինը հազվադեպ էր տեսնում։ Նա ձեռքով անցկացրեց իր մազերի վրայով, թեթակիորեն խառնելով անթերի սանրվածքը, նրա աչքերը, որոնք սովորաբար այդքան վերահսկված էին, ցույց էին տալիս կուտակված հոգնածությունը։ Ալինն իր հերթին ժամեր առաջ հանել էր բարձրակրունկ կոշիկները, աշխատում էր ոտաբոբիկ, ցավող ոտքերը հենած աթոռի ստորին ձողին։ Տեսաժողովը հաջողություն ունեցավ։ Գիշերվա 11:30-ին, երբ վերջնական ողջույններից հետո էկրանը վերջապես մտնեց, սենյակում թեթության լռություն տիրեց։ Ռաֆայելը հենվեց աթոռին, մի ակնթարթ փակեց աչքերը, առաջին անգամ, ինչ Ալինը նրան ճանաչում էր, ժպտաց։ Դա այն պրոֆեսիոնալ ժպիտը չէր, որը նա առաջարկում էր հաճախորդներին, գործընկերներին, այլ ինչ-որ անկեղծ, գրեթե մանկական իր պարզությամբ։ Հենց Ռաֆայելն առաջարկեց բացել գինու շիշը, որը սենյակի բարում պահվում էր հատուկ առիթների համար։ Ալինը մի պահ վարանեց, բայց հոգնածությունն ու հաղթանակի զգացումն ավելի բարձր խոսեցին։ Նա վերցրեց երկու բյուրեղապակյա բաժակ, մինչ Ռաֆայելը ճշգրիտ շարժումներով բացում էր շիշը։ Կարմիր գինին նրբորեն լցվեց, կիսով չափ լցնելով բաժակները։ Նրանք կենաց խմեցին պայմանագրի, հաղթահարված գիշերվա, լավ կատարված աշխատանքի համար։ Եվ հետո, առաջին անգամ այդ բոլոր ամիսներին, նրանք զրուցեցին։ Ոչ թվերի, ժամկետների կամ կորպորատիվ ռազմավարությունների մասին, այլ իրական բաների մասին։
Ռաֆայելը պատմեց այն ճնշման մասին, որը զգում էր հոր ժառանգությունը պահպանելու համար, այն մասին, թե ինչպես էր նա ստանձնել ընկերության նախագահությունը 28 տարեկանում, երբ հազիվ էր տարբերում հաշվեկշիռը դրամական հոսքից։ Ալինը պատմեց Գյումրիում իր համեստ մանկության մասին, իր դերձակ մոր մասին, ով 3 աշխատանք էր կատարում, իր համալսարանական կրթության համար վճարելու համար, այն մշտական վախի մասին, որ բավականաչափ լավը չէ։ Խոսքերը հոսում էին զարմանալի հեշտությամբ, յուղված գինով հոգնածությամբ, որը քանդում էր արձանագրության արգելքները։ Ռաֆայելը մոտեցավ հյուսիսային պողոտայի վրա նայող համայնապատկերային պատուհանին, Ալինը նրան ուղեկցեց։ Երանը փայլում էր ներքում, դեղին լույսերի անվերջ համաստեղություն գունավոր նեոններ, որոնք բաբախում էին մթության մեջ։ Ամբողջ օրը սպառնացող անձրը վերջապես սկսել էր տեղալ, լվանալով փողոցները մշտական շշուկով, որը խառնվում էր սենյակի լռությանը։ Հենց այնտեղ, գիշերային այդ տեսարանի առջ, ինչ-որ բան փոխվեց։ Ռաֆայելի հայացքը հանդիպեց Ալինի հայացքին, ոչ ոք չշեղվեց։ Խոսքեր չկային, խոստումներ չկային։ Միայն մի համբույր, որը սկսվեց վարանողաբար խորացավ այնպիսի ինտենսիվությամբ, որը զարմացրեց երկուսին էլ։ Նրա ձեռքերը նրա դեմքը գրկեցին այնպիսի նրբությամբ, որը հակադրվում էր այն ամրությանը, որը նա ցուցաբերում էր աշխատանքում։ Նրա ձեռքերը կորան նրա մազերի մեջ, ամբողջությամբ խառնելով անթերի սանրվածքը։ Նրանք իրենց տրվեցին հենց այնտեղ ժողովների սենյակում, որտեղ նրանք այդքան ժամեր էին անցկացրել կողք կողքի, բայց միշտ բաժանված հիերարխիայի պրոֆեսիոնալիզմի անտեսանելի հեռավորությամբ։ Դա ոչ շտապողական էր, ոչ էլ հաշվարկված։ Դա պարզապես իրական էր, ինտենսիվ բացարձակապես անսպասելի։ Երբ վերջապես բաժանվեցին, կեսգիշերն անց էր։ Անձրը դեռ տեղում էր դրսում, այդ սենյակի ներսում ամեն ինչ այլ էր թվում։ Հաջորդ առավոտ Ալինը արթնացավ արագ սրտի բաբախյունով խառնված մտքերով։ Նա նայեց իր փոքրիկ արաբկիրի բնակարանի առաստաղին, փորձեց մարսել այն, ինչ տեղի էր ունեցել։ Նրա մի մասը ցանկանում էր հավատալ, որ այդ գիշերն ինչ-որ բան էր նշանակում, որ կար իրական կապ, բաժանված խոցելիության պահից բացի։ Մյուս մասը, ավելի ռացիոնալ զգույշ, արդեն պատրաստվում էր հիասթափությանը։ Երբ նա հասավ գրասենյակ, Ռաֆայելին գտավ իր սենյակում, անթերի, ինչպես միշտ, փողկապը կատարյալ հավասարեցված, հայացքը հեռու պրոֆեսիոնալ։ Նա նրան ողջունեց նույն պաշտոնականությամբ, ինչ միշտ խնդրեց, որ ժողով նշանակի ֆինանսական բաժնի հետ, նորից կենտրոնացավ իր սեղանին դրված փաստաթղթերի վրա։ Ոչ մի խոսք նախորդ գիշերվա մասին, ոչ մի մեղսակից հայացք, ոչ մի նշան, որ ինչ-որ բան փոխվել էր նրանց մեջ։ Ալինը կուլ տվեց կոկորդում գոյացած հանգույցը, շարունակեց իր գործերը։ Եթե նա ցանկանում էր ծածնել, թե ոչինչ չի եղել, ապա նա նույնպես կարող էր դա անել։ Ի վերջո, նա լավ էր թաքցնում զգացմունքները, հանգիստ պահում իրեն, նույնիսկ երբ ներսում աշխարհն էր փլուզվում։ Հաջորդ օրերը նա անցկացրեց ավտոմատ ռեժիմում, կատարելով իր պարտականությունները նույն արդյունավետությամբ, բայց հնարավորինս խուսափելով Ռաֆայելի աչքերին նայելուց։ Շաբաթները ձգվեցին լռության հարկադրված պրոֆեսիոնալիզմի առօրյայում։ Ռաֆայելը շարունակում էր մնալ պահանջկոտ հեռավոր ղեկավար, իսկ Ալինը շարունակում էր մնալ անթերի օգնականը։ Բայց ինչ-որ բան անդառնալիորեն փոխվել էր, անտեսանելի ճակ նախկինում ամուր թվացող պատում։ Օգոստոսի մի կեսօր էր, միջազգային ներդրողների հետ հատկապես լարված հանդիպման ժամանակ, որ Ալինը զգաց, թե սենյակը պտտվում է։ Նա կանգնած էր Ռաֆայելի կողքին, ձեռքին փաստաթղթերով թղթապանակ, որը նա կարող էր ցանկացած պահի խնդրել, երբ սրտխառնոցի գլխապտույտի ալիքը ուժգին հարվածեց նրան։ Նրա ձեռքերը սկսեցին դողալ, ճակատին սառը քրտինք հայտնվեց, նախքան նա կկարողանար ներողություն խնդրել կամ ինչ-որ բանից բռնել, նրա ոտքերը թուլացան։ Ալինի վերջին գիտակից միտքը հատակին ընկնող փաստաթղթերի ձայնն էր, շուրջը հնչող անհանգիստ ձայները։ Երբ նա նորից բացեց աչքերը, պառկած էր սպասասրահի բազմոցին, Հելենան, բաժնի ամենատարեց քարտուղարուհին, բռնած էր նրա ձեռքը, իսկ Ռաֆայելը կանգնած էր կողքին, անհանգստությունից լարված դեմքով։ Շտապօգնությունը հասավ 15 րոպեից։ Ռաֆայելը պնդեց, որ ուղեկցի նրան հիվանդանոց, անտեսելով Ալինի բողոքները, թե ինքը լավ է, դա պարզապես հոգնածություն է, որ այդքան աղմուկի կարիք չկա։ Ճանապարհին, շտապօգնության մեքենայի ներսում, նա ամուր բռնեց նրա ձեռքը, Ալինը հասկացավ, որ իր ձեռքերը դողում էին ոչ միայն թուլությունից, այլ վախից։ Հիվանդանոցում անվերջանալի զննումների, հարցերի սպասելու շարք։ Ալինը ամեն ինչին մեխանիկորեն էր պատասխանում, միտքը դեռ խառնված էր, մարմինը հյուծված։
Երբ բժշկուհին վերջապես մտավ սենյակ դեմքին հանգիստ արտահայտությամբ, Ալինը պատրաստվեց լսելու, որ դա պարզապես ստրես է, գերաշխատանք, քնի պակաս։ Այն բոլոր բաները, որոնք նա արդեն գիտեր, որ անտեսում էր։ Բայց բժշկուհու բերանից դուրս եկած խոսքերն ամբողջովին տարբեր էին նրանից, ինչ նա սպասում էր։ Բժշկուհին նրբորեն ժպտաց, աթոռ քաշեց նստեց պատգարակի կողքին, որտեղ պառկած էր Ալինը։ Նա բացատրեց, որ արյան անալիզները ցույց էին տալիս փոփոխված հորմոնալ մակարդակներ, համատեղելի շատ կոնկրետ հայտնագործության հետ։ Ալինը հղի էր։ Մոտավորապես 6 շաբաթական, ըստ վերլուծված մարկերների։ Աշխարհը կանգ առավ։ Ալինը լսեց տեղեկությունը, բայց նրա ուղեղը հրաժարվում էր մարսել այն։ Հղի։ Նա հղի էր։ Եվ կար միայն մեկ հնարավորություն, թե երբ էր դա տեղի ունեցել։ Այդ գիշեր ժողովների սենյակում, շրջապատված թղթերով ու հոգնածությամբ, երբ ամեն ինչ փոխվել էր նրա Ռաֆայելի միջ։ Մի գիշեր, որը նա ակնհայտորեն որոշել էր մոռանալ, բայց որն այժմ վերադառնում էր որպես անհերքելի իրականություն։ Բժշկուհին շարունակեց խոսել նախածննդյան խնամքի, վիտամինների, անհրաժեշտ խնամքի մասին, բայց Ալինը հազիվ էր կարողանում լսել։ Նրա ձեռքերն ինքնաբերաբար գնացին որովայնին, որը դեռ ամբողջովին հարթ էր, ի վիճակի չէր բացահայտել ներսում աճող գաղտնիքը։ Մի երեխա։ Նա երեխա էր սպասում Ռաֆայել Ալմեիդյանից, մի մարդուց, ով վերջին 2 ամիսներին հազիվ էր նայում նրան, ով ծածնում էր, թե ոչինչ չի եղել նրանց մեջ։ Երբ նա դուրս եկավ զննման սենյակից, Ռաֆայելը նստած էր սպասասրահում, արմունկները ծնկներին հենած, ձեռքերը միահյուսված, հայացքը հառած հատակին։ Նա վեր կացավ, հենց որ տեսավ նրան, Ալինը նկատեց ինչ-որ այլ բան նրա արտահայտության մեջ։ Իրական անհանգստություն, թերս։ Կամ պարզապես մեղքի զգացում կարոր հանդիպման ժամանակ աշխատակցուհու ուշաթափվելու համար։ Նա հարցրեց, թե արդյոք ամեն ինչ կարգին է, արդյոք բժիշկները ինչ-որ բան գտել են։ Ալինը բերանը բացեց պատասխանելու, բայց խոսքերը հրաժարվեցին դուրս գալ։ Ինչպես նա կասեր դա։ Ինչպես նա կհայտարարեր այդքան հսկայական, այդքան փոխակերպող բան մեկին, ով այդ գիշերվանից ի վեր այդքան սառնությամբ էր վերաբերվում իրեն։ Նա պարզապես գլխով արեց, ասաց, որ հոգնածություն է, որ արդեն կարող է տուն գնալ։ Ռաֆայելը պնդեց, որ նրան տանի։ Նրա մեքենայում, անթերիսը Մերսեդեսում, որը նոր կաշվի հոտ ուներ, Ալինը լուռ մնաց, նայելով պատուհանից, մինչ երանն անցնում էր բետոնի շարժման մշուշի մեջ։ Ռաֆայելը մեքենան վարում էր նույն ճշգրտությամբ, ինչով անում էր ամեն ինչ, բայց նրա ձեռքերն անսովոր ուժով էին սեղմում ղեկը։ Երբ նրանք կանգ առան Ալինի շենքի դիմաց, նա վերջապես խոսեց։ Ասաց, որ նա պետք է մի քանի օր արձակուրդ վերցնի, հանգստանա, հոգ տանի իր առողջությանը։ Ասաց, որ նա ընկերության առանցքային մասն է, որ նա չի կարող այդպես անփույթ լինել։ Պրոֆեսիոնալ, չափավոր, ապահով խոսքեր։ Ոչ մի հղում այն բանին, ինչն իսկապես կարոր էր։ Ալինը մեխանիկորեն շնորհակալություն հայտնեց, դուրս եկավ մեքենայից բարձրացավ իր բնակարան, ծրագրավորված ռոբոտի պես։ Միայն երբ նա իր ետից փակեց դուռը, մենակ այն պատերի մեջ, որոնք այդքան լավ էր ճանաչում, նա վերջապես թույլ տվեց արցունքներին թափվել։ Նա լացում էր մենակության համար, այն պատասխանատվության համար, որն այժմ միայնակ էր կրում, այն բանի համար, որ բավականաչափ միամիտ էր եղել հավատալու, որ այդ գիշերն ինչ-որ բան էր նշանակում։ Այդ գիշեր, իր անկողնում պառկած, ձեռքը որովայնին մտքերը պտտվող, Ալինը որոշում կայացրեց։ Նա Ռաֆայելին կասեր հղիության մասին, որովհետև դա ճիշտ էր։ Բայց նա ոչինչ չէր սպասի նրանից։ Չէր սպասի, որ նա պատասխանատվություն կստանձնի, որ կփոխի իր սառը կեցվածքը, որ կդառնա այլ մեկը, քան նա էր։ Նա այդ երեխային միայնակ կմեծացներ, եթե անհրաժեշտ լիներ, ինչպես իր մայրն էր մեծացրել իրեն։ Եվ նա մեկ անգամ կապացուցեր, որ ինքն ի վիճակի է հաղթահարել ցանկացած խոչընդոտ։ Հաջորդ օրերը աճող անհանգստության էին։ Ալինը վերադարձավ աշխատանքի, բայց ամեն անգամ, երբ նա հատում էր Ռաֆայելին միջանցքներում, նրա սիրտը արագանում էր։ Նա պետք է գտներ ճիշտ պահը զրույցի համար, բայց այդ պահը երբեք չէր գալիս։ Ռաֆայելը միշտ զբաղված էր, միշտ մարդկանցով շրջապատված, միշտ անհասանելի։ Մի անձրոտ կեսօր էր, նման այն օրվան, որը փոխել էր ամեն ինչ, որ Ալինը վերջապես քաջություն հավաքեց։ Ռաֆայելը մենակ էր իր սենյակում, վերանայելով պայմանագրեր։ Նա թակեց դուռը, ամուր քայլերով մտավ ասաց, որ պետք է խոսի նրա հետ կարոր, անձնական բանի մասին։ Ռաֆայելը զարմացած բարձրացրեց աչքերը փաստաթղթերից։
Նա ժեստ արեց, որ նա նստի, բայց Ալինը նախընտրեց կանգնել։ Նա պետք է արագ ասեր դա, մինչ քաջությունը նրան կլքեր։ Նա խորը շունչ քաշեց, հանդիպեց նրա աչքերին պարզապես, առանց շրջանցելու, ասաց, որ հղի է, որ երեխան իրենից է, որ այն գիշերը, որը նա այդքան վճռական էր մոռանալ, շատ իրական հետանքներ էր թողել։ Դրան հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Ռաֆայելը անշարժ մնաց, դեմքն անարտահայտիչ, բայց Ալինը նկատեց, որ նրա ձեռքերն այնքան ուժգին սեղմեցին իր ձեռքի գրիչը, որ մատների հանգույցները սպիտակեցին։ Վայրկյաններն անցան ժամերի պես։ Եվ հետո նա խոսեց, ձայնը ցածր, վերահսկված, բայց նկատելի լարվածությամբ։ Նա ասաց, որ պետք է Մարսի տեղեկությունը, որ դա ամեն ինչ փոխում է, որ պետք է մտածի։ Ալինը գլխով արեց։ Նա այլ արձագանք չէր սպասում։ Ասաց, որ նա պետք չէ անհանգստանա, որ ինքը պատասխանատվություն կստանձնի, որ պարզապես կարծում էր, որ նա իրավունք ունի իմանալու։ Շրջվեց դուրս գալու, բայց Ռաֆայելի ձայնը կանգնեցրեց նրան։ Նա խնդրեց, որ նա սպասի, որ շտապ որոշումներ չկայացնի, որ նրանք պետք է ավելի հանգիստ խոսեն։ Բայց այդ պահին Ալինը խոսակցությունների համար էներգիա չուներ։ Նա պարզապես անորոշ գլխով արեց դուրս եկավ սենյակից, Ռաֆայելին մենակ թողնելով այն հայտնության հետ, որը հենց նոր ընդմիշտ փոխել էր նրանց երկու կյանքերը։ Ասեք ինձ, ինչ եք կարծում այս պատմության մասին, ինչ եք կարծում, թե ինչպես կավարտվի այն։ Հայտնությունից հետո հաջորդած օրերը նշանավորվեցին ծանր ու անհարմար լռությամբ։ Ռաֆայելը Ալինը պահպանում էին պրոֆեսիոնալ հեռավորություն, որն ավելի արհեստական էր թվում, քան նախկինում։ Նա չէր հիշատակում հղիության մասին, հարցեր չէր տալիս, թե ինչպես էր նա իրեն զգում, ոչ մի արձագանք չէր ցուցաբերում, բացի գաղտնի հայացքներից, երբ կարծում էր, որ նա չի նայում։ Ալինն իր հերթին ընկղմվեց աշխատանքի մեջ գրեթե մոլուցքային ինտենսիվությամբ, ասես կարող էր մոռանալ իր նոր իրականությունը զեկույցների աղյուսակների միջ։ Առավոտյան սրտխառնոցները սկսեցին պարբերաբար հայտնվել։ Ալինը սովորեց իր դարակում պահել աղի բիսկվիտներ, թաքուն կերպով զանգվածային կոճապղպեղի թեյ խմել լոգարանում, խորը շնչառությամբ զսպել գլխապտույտը ժողովների ժամանակ։ Գրասենյակում ոչ ոք չէր նկատում նրա հաճախակի փոքր բացակայությունները կամ այն գունատությունը, որը երբեմն պատում էր նրա դեմքը։ Մի երեքշաբթի էր, ընկերության ճաշարանում ճաշի ժամանակ, որ Ալինի աշխարհը փլուզվեց երկրորդ անգամ մի քանի շաբաթվա ընթացքում։ Նա մենակ նստած էր անկյունի սեղանին, անուշադիր խառնելով աղցանը, որը նրա զգայուն ստամոքսը հազիվ էր հանդուրժում, երբ լսեց կողքի սեղանին մարքեթինգի բաժնի երկու գործընկերուհիների աշխույժ խոսակցությունը։ Ջուլիանան, բարձրաձայն կարմրահեր մի կին, ում Ալինը տեսքից ճանաչում էր, հուզված տոնով խոսում էր հարսանիքի նախապատրաստությունների մասին։ Ալինը մեծ ուշադրություն չէր դարձնում, մինչ որ հիշատակվեց Ռաֆայելի անունը։ Նրա պատառաքաղը կանգ առավ օդում, սիրտը արագացավ։ Ռոբերտան, մյուս գործընկերուհին, հարցրեց, թե արդյոք Ջուլիանան արդեն գնել է զգեստը արարողության համար։ Ջուլիանան պատասխանեց, որ այո, մի գեղեցիկ մուգ կապույտ զգեստ, որը կատարելապես կհամապատասխանի երեկույթի թեմային։ Եվ հետո նա արձակեց այն ռումբը, որը ստիպեց Ալինի աշխարհին դադարել պտտվել։ Ասաց, որ Ռաֆայել Ալմեյդյանի Վիվիան Քարվալյանի հարսանիքը տարվա իրադարձությունն է լինելու, որ նրանք արդեն 1 տարուց ավելի նշանված են, որ նրա ընտանիքը երկրի խոշորագույն մասնավոր հիվանդանոցային ցանցերից մեկի սեփականատերն է, որ այն լինելու է ընտանիքի ֆերմայում, Դիլիջանում, ինչ-որ զուսպ, բայց չափազանց էլեգանտ։ Ալինը զգաց, կարծես սառը ջրի դույլ էին թափել իր գլխին։ Նշանված։ Ռաֆայելը նշանված էր։ 1 տարուց ավելի։ Այդ ամբողջ ժամանակը, որ նա աշխատել էր նրա կողքին, այն ամբողջ գիշերը, որը փոխել էր ամեն ինչ նրանց միջ, հետագա ամբողջ սառնությունը, որը նա վերագրել էր զղջման կամ ղեկավարի աշխատակցի միջ ներգրավվածության վախին, ուներ շատ ավելի պարզ կործանարար բացատրություն։ Նա նշանված էր մեկ այլ կնոջ հետ։ Նա այնքան հանկարծակի վեր կացավ սեղանից, որ իր աթոռը բարձր ձայնով քսվեց հատակին, գրավելով շրջապատի մարդկանց ուշադրությունը։ Նա չհոգաց։ Արագ քայլեց դեպի զուգարան, փակվեց խցիկում, վերջապես թույլ տվեց արցունքներին թափվել։ Դրանք ոչ միայն տխրության արցունքներ էին, այլ զայրույթի, նվաստացման, դավաճանության զգացումի, որը թթվի պես այրում էր նրա կրծքին։ Ինչպես կարող էր նա դա անել։ Ինչպես կարող էր նա լինել իր հետ, սեր անել նրա հետ, նայել նրա աչքերին այդ ինտենսիվությամբ, իսկ հետո պարզապես անտեսել ամեն ինչ, իմանալով, որ ինչ-որ տեղ նշանած ուներ։
Եվ ավելի վատ, ինչպես կարող էր նա ստանալ հղիության մասին լուրը չհիշատակել այդ կարևոր մանրամասնը։ Նա թույլ էր տվել նրան հավատալ, որ խնդիրը պարզապես նրանց միջ եղած պրոֆեսիոնալ հարաբերություններն էին, մինչդեռ իրականում դա շատ ավելի լուրջ բան էր։ Ալինը օրվա մնացած մասն անցկացրեց ցնցման զսպված կատաղության մեջ։ Նա մեխանիկորեն կատարում էր իր գործերը, պատասխանում էլեկտրոնային նամակներին, պատասխանում զանգերին, բայց նրա միտքը այլ տեղ էր, Մարսելով հայտնությունը որոշելով, թե ինչ անել հաջորդը։ Երբ աշխատանքային օրը վերջապես ավարտվեց, նա գիտեր, որ այլևս չի կարող հետաձգել առերեսումը։ Ռաֆայելը դեռ իր սենյակում էր, երբ Ալինը թակեց դուռը երեկոյան ժամը 6:30-ին։ Նա բարձրացրեց աչքերը, թերս սպասելով աշխատանքից մեկ հարցի, բայց այն, ինչ նա տեսավ նրա դեմքին, պետք է ամեն ինչ ասեր։ Հազիվ զսպված զայրույթը, բացահայտված ցավը, վճռականությունը նրա աչքերում։ Նա վեր կացավ աթոռից, բայց նախքան նա կկարողանար որևէ բան ասել, Ալինը սկսեց։ Նա հարցրեց, թե ինչու նա չէր պատմել նշանածի մասին։ Հարցրեց, թե արդյոք նա կարծում էր, որ ինքը չէր իմանա, արդյոք նա իսկապես կարծում էր, որ կարող էր պարզապես թաքցնել այդ մանրամասնը, մինչդեռ ինքը նրա երեխային էր կրում։ Նրա ձայնը դողում էր հուզմունքից, բայց նա չհոգաց։ Լռության կասկածի, նրանից ինչ-որ բան սպասելու համար իրեն մեղադրելու բոլոր շաբաթները պայթեցին կոշտ ու անկեղծ խոսքերի հորդառատ հոսքով։ Ռաֆայելը գունատվեց։ Նա սկսեց ասել, որ կարող է բացատրել, որ իրավիճակը բարդ է, բայց Ալինը ընդհատեց նրան։ Նա ասաց, որ բացատրություններ չի ուզում, բարդ արդարացումներ չի ուզում։ Նա պարզապես ուզում էր հասկանալ, թե ինչպես կարող էր նա այդքան վախկոտ, այդքան դաժան լինել։ Ինչպես կարող էր նա նայել իրեն այդ բոլոր օրերը, իմանալով, որ այդքան կարևոր բան է թաքցնում։ Նա փորձեց մոտենալ, բայց Ալինը մեկ քայլ հետ արեց։ Նրա խոսքերը դուրս եկան կտրուկ շշուկով։ Նա ասաց, որ իրեն պետք չէ նա, որ երեխային միայնակ կմեծացնի, ինչպես սկզբից էր պլանավորել։ Որ նա ազատ է վերադառնալու իր նշանածի մոտ, իր կատարյալ պլանավորված կյանքին, ծածնելու, թե դրանցից ոչինչ չի եղել։ Որ դա հենց այն էր, ինչ նա անում էր այդ գիշերվանից ի վեր, այնուամենայնիվ։ Ռաֆայելը վերջապես կարողացավ խոսել։ Նրա ձայնը ցածր էր, խռպոտ, լի ինչ-որ բանով, որը Ալինը չէր կարողանում որոշել, զղջում էր, թե պարզապես հուսահատություն։ Նա ասաց, որ նշանադրությունը այն չէր, ինչ թվում էր, որ դա հին պայմանավորվածություն էր։ Ինչ-որ բան, որը որոշվել էր ընտանիքների կողմից, երբ նա դեռ երիտասարդ էր։ Որ նա բազմիցս փորձել էր խզել, բայց ճնշումները հսկայական էին, բիզնեսները փոխկապակցված, ակնկալիքները խեղդող։ Որ Վիվիանը նրան ավելի շատ չէր սիրում, քան նա էր սիրում նրան, որ երկուսն էլ թակարդում էին սոցիալական թատրոնում, որը չգիտեին, թե ինչպես քանդել։ Ալինը ամեն ինչ լսում էր կոշտ արտահայտությամբ։ Նա պատասխանեց, որ դրանցից ոչ մեկն այժմ կարևոր չէ։ Որ նա կատարել էր իր ընտրությունները, ինքը կկատարեր իրենը։ Ասաց, որ չի լինի մյուսը, թաքնված սիրուհին, կեղտոտ գաղտնիքը, որը նա պահում էր, մինչդեռ շարունակում էր իր անթերի հանրային կյանքը։ Որ նա ավելի շատ հարգանք ուներ իր նկատմամբ, քան դա։ Նա շրջվեց դուրս գալու, բայց Ռաֆայելի ձայնը նրան կանգնեցրեց մեկ անգամ։ Նա ասաց, հում անկեղծությամբ, որին նա պատրաստ չէր լսել, որ այդ գիշերն իր համար ինչ-որ բան էր նշանակել։ Որ նա այդ ժամանակվանից ի վեր չէր դադարում մտածել նրա մասին, որ սառնությունը նրա ցավալի ձն էր, փորձելու վերահսկել զգացմունքները, որոնց հետ չգիտեր ինչպես վարվել։ Որ հղիության մասին լուրը նրան սարսափեցրել էր ոչ թե այն պատճառով, որ չէր ուզում երեխային, այլ այն պատճառով, որ չգիտեր, թե ինչպես համատեղել իր նկատմամբ զգացածը իր կրած պատասխանատվությունների պարտավորությունների հետ։ Ալինը կանգ առավ դռան մոտ, բայց չշրջվեց։ Նա պարզապես ասաց, որ գեղեցիկ խոսքերը չեն փոխում իրականությունը։ Որ նա պետք է որոշի, թե ինչ է ուզում, ով է ուզում լինել, ապրի այդ որոշման հետանքներով։ Եվ հետո դուրս եկավ, Ռաֆայելին մենակ թողնելով իր սենյակում, շրջապատված այն ամենի ծանր լռությամբ, ինչ նա ժամանակին չէր ասել։ Հաջորդ շաբաթներին Ալինն ավելի մեծ հեռավորություն պահպանեց։ Նա իր գործառույթները կատարում էր նույն արդյունավետությամբ, բայց Ռաֆայելի հետ նրա շփումներում սառնություն կար, որը նա զգում էր որպես մշտական կտրվածք։ Նա այլևս չէր լացում, զգացմունքներ չէր ցուցաբերում։ Նա պարզապես աշխատում էր, տուն էր գնում, հոգ էր տանում իր ու ներսում աճող երեխայի մասին, կատաղի վճռականությամբ։ Ռաֆայելը, մյուս կողմից, տանջահար մարդու տեսք ուներ։ Նրա անթերի կեցվածքը սկսեց ճաքել եզրերից։
Նա փոքր սխալներ էր թույլ տալիս ժողովներում, կորցնում էր ներկայացումների թելը, երկար րոպեներ դատարկության մեջ էր նայում։ Աշխատակիցները սկսեցին նկատել, լուր մեկնաբանել, որ նախագահը գերծանրաբեռնված է, որ բիզնեսները հավանաբար այնքան էլ լավ չեն ընթանում, որքան թվում էր։ Հենց Հելենան, ընկերությունում 30 տարի աշխատող ամենատարեց քարտուղարուհին, առաջինը մոտեցավ Ալինին անկեղծ անհանգստությամբ։ Մի կեսօր, երբ Ալինը մենակ էր խոհանոցում, իր սովորական կոճապղպեղի թեյը պատրաստելիս, Հելենան ներս մտավ իր սուրճի բաժակով զրույց սկսեց։ Հարցրեց, թե արդյոք ամեն ինչ կարգին է, արդյոք առողջությունը բարելավվել է ուշաթափվելուց հետո։ Ալինը պատասխանեց, որ այո, որ ինքը հոգ է տանում իր մասին։ Հելենան նրան դիտում էր փորձառու աչքերով, այն աչքերով, որոնք տեսել էին աշխատակիցների սերունդներ անցնող այդ գրասենյակով, որոնք կարողանում էին կարդալ չասվածի տողերի միջ։ Նա նրբորեն հարցրեց, թե արդյոք Ալինը ցանկանում է խոսել, արդյոք աշխատանքից բացի ինչ-որ բան էր նրան տանջում։ Եվ այնտեղ, այդ փոքրիկ ու անանձնական խոհանոցում, շրջապատված սուրճի հոտով օթորակիչի մշտական ձայնով, Ալինը վերջապես փլուզվեց։ Նա մանրամասներ չպատմեց, անուններ չհիշատակեց, բայց խոսեց խաբված զգալու մասին, այն մասին, որ հայտնաբերել է, որ ինչ-որ մեկը, ում վստահում էր, կարող ճշմարտություններ էր թաքցնում, այն մասին, որ դժվար իրավիճակի էր բախվում միայնակ, երբ կարծում էր, որ թերս կարիք չունի։ Հելենան լուռ լսում էր, ամուր բռնած Ալինի ձեռքը։ Երբ արցունքները վերջապես դադարեցին, նա մի բան ասաց, որը Ալինը երբեք չէր մոռանա։ Ասաց, որ տղամարդիկ երբեմն հիմար են, թակարդում են ուրիշների կողմից ստեղծված ակնկալիքների մեջ, ի վիճակի չեն խզելու այն, ինչ սպասվում է, փնտրելու այն, ինչ իրականում ցանկանում են։ Բայց ասաց նա, որ մարդիկ կարող են փոխվել, որ երբեմն նրանց պետք է հրում, ճգնաժամ, բավականաչափ ուժեղ պատճառ, վերջապես քաջություն ունենալու համար։ Ալինը վստահ չէր, թե արդյոք Հելենան ավելին գիտեր, քան թույլ էր տալիս թվում, բայց շնորհակալություն հայտնեց աջակցության համար վերադարձավ իր սեղանին նորոգված վճռականությամբ։ Նա չէր սպասի Ռաֆայելի փոփոխություններին։ Նա կհոգա իր երեխայի մասին, եթե նա որոշի հայտնվել, դիմակայել իր վախերին պատասխանատվություններին, դա կլինի նրա ընտրությունը։ Այն, ինչ Ալինը չգիտեր, այն էր, որ այլ ուժ էր պատրաստվում գործել։ Տիկին Հելենա Ալմեիդյանը, Ռաֆայելի մայրը, 65-ամյա կին էր, էլեգանտ, խորաթափանց անվերջ ավելի քաջ, քան իր որդին։ Նա կառուցել էր ընտանիքի հարստությունը իր հանգուցյալ ամուսնու կողքին, չնայած նա հեռացել էր ընկերության ակտիվ կառավարումից Ռաֆայելի ստանձնելուց հետո, նա դեռ ուշադիր աչքեր ու ականջներ էր պահում ամեն ինչի վրա, ինչ տեղի էր ունենում։ Նա նկատել էր որդու փոփոխությունները։ Շեղվածությունը, ուսերի ծանրությունը, այն հայացքները, որոնք նա նետում էր օգնականի վրա, երբ կարծում էր, որ ոչ ոք չի նայում։ Եվ երբ Հելենան, քարտուղարուհին, նրանց խոսակցություններից մեկում պատահաբար հիշատակեց մի երիտասարդ աշխատակցուհու մասին, ով դժվարությունների միջով էր անցնում թվում, տիկին Հելենան սկսեց կտորները միացնել։ Հենց տիկին Հելենան ձեռնարկեց այն նախաձեռնությունը, որը կփոխեր ամեն ինչ։ Սեպտեմբերի մի առավոտ նա առանց նախազգուծման հայտնվեց գրասենյակում։ Ոչ թե Ռաֆայելին տեսնելու, այլ Ալինին փնտրելու համար։ Նա ընդունարանից խնդրեց, որ կանչեն նախագահի անձնական օգնականին փոքր ժողովների սենյակներից մեկում մասնավոր զրույցի համար։ Ալինը անհանգստացավ, երբ ստացավ հաղորդագրությունը։ Ռաֆայելի մայրը առասպելական կերպար էր ընկերությունում, մեկը, ում մասին պատմում էին ամրության իմաստության պատմություններ, բայց ով հազվադեպ էր հայտնվում։ Ինչ կարող էր նա ցանկանալ մի պարզ օգնականից։ Երբ Ալինը մտավ սենյակ, տեսավ տիկին Հելենային նստած ուղիղ կեցվածքով, անթերի բեժ կոստյումով, մարգարտյա վզնոցով, նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Ավելի տարեց կինը, էլեգանտ ժեստով ցույց տվեց իր դիմացի աթոռը, Ալինը նստեց, ձեռքերը քրտնած։ Տիկին Հելենան անմիջապես անցավ բուն հարցին։ Ասաց, որ գիտեր հղիության մասին։ Ասաց, որ նախորդ գիշեր խոսել էր Ռաֆայելի հետ, նկատելով, որ նա իրեն կործանում էր մեղքով ու անվճռականությամբ։ Որ որդին վերջապես ամեն ինչ խոստովանել էր, կիսված գիշերը, հղիությունը, նշանադրությունը, որը նա չէր ուզում, բայց չգիտեր, թե ինչպես խզել։ Ալինը կարծրացավ աթոռին, պատրաստվելով դատի կամ դատապարտման։ Բայց այն, ինչ եկավ, լիովին այլ էր։ Տիկին Հելենան թեթակի առաջ թեքվեց, աչքերը բարի, բայց վճռական մի բան ասաց, որը Ալինը երբեք չէր սպասի լսել։ Նա ասաց, որ երբեք չի հավանել Ռաֆայելի Վիվիանի նշանադրությունը։ Որ դա եղել է իր հոր Վիվիանի հոր գաղափարը, երկու գործարարներ, ովքեր տեսնում էին միայն թվեր ռազմավարական դաշինքներ, երբեք իրենց երեխաների սրտերը։
որ երբ ամուսինը մահացավ, նա կարծում էր, որ Ռաֆայելը վերջապես կազատվի այդ պարտավորությունից, բայց նա կրում էր այնքան ծանր պարտքի զգացում, որ ի վերջո ամեն ինչ թողեց այնպես, ինչպես կար վախկոտ անգործության մեջ։ Տիկին Հելենան ասաց, որ Վիվիանին ճանաչում էր մանկուց, որ նա լավ մարդ էր, թակարդում նույն ծուղակում, ինչ Ռաֆայելը։ Որ երկուսն էլ շարունակում էին թատրոնը, վախենալով հիասթափեցնել ընտանիքներին, բարդացնել բիզնեսները, խզել ակնկալիքները, որոնք նրանք նույնիսկ չէին հիշում, թե որտեղից էին գալիս։ Բայց ասաց նա, որ դա պետք է ավարտվի, որ թերս այս երեխայի գալը հենց այն հրումն էր, որ Ռաֆայելին պետք էր։ Ալինը ամեն ինչ լսում էր լռությամբ, արցունքները հոսում էին դեմքով, առանց նա փորձեր դրանք կանգնեցնել։ Տիկին Հելենան ձեռքը մեկնեց սեղանին, զարմանալի ուժով բռնելով Ալինի ձեռքը իր տարիքի մարդու համար։ Նա ասաց, որ դեռ չհրաժարվի Ռաֆայելից։ Ոչ նրա համար, այլ այն երեխայի համար, ով արժանի էր ունենալ ներկա հայր։ Եվ ավելի կարևոր, որովհետև նա Ալինի մեջ տեսնում էր մի բան, որը երբեք չէր տեսել Վիվիանի մեջ, մի կայծ, մի ուժ, մի ճշմարտություն, որն իր որդուն անհրաժեշտ էր անհույս կերպով։ Ասաց, որ կխոսի Քարվալյանների ընտանիքի հետ, որ բավականաչափ ազդեցություն ունի, չեղարկելու այն, ինչ մեռած մարդիկ էին կազմակերպել։ Որ նա կպայքարի Ալինի կողքին, եթե նա թույլ տար, որպեսզի ճանապարհին գտնվող թոռնիկին հնարավորություն տա մեծանալու իսկական ընտանիքում, ոչ թե սոցիալական կեղծիքում։ Ալինը վերջապես գտավ իր ձայնը, դողդոջուն, բայց անկեղծ։ Ասաց, որ չի ուզում լինել ընտանեկան խզումների պատճառ, որ չի ուզում Ռաֆայելին որևէ բանի հարկադրել։ Որ եթե նա գա, պետք է լինի իր սեփական ընտրությամբ, ոչ թե արտաքին ճնշմամբ։ Տիկին Հելենան առաջին անգամ ժպտաց, մի ժպիտ, որը լուսավորեց նրա դեմքը, ցույց տվեց, թե որտեղից էր Ռաֆայելը ժառանգել իր հազվագյուտ հմայքը։ Նա ասաց, որ տխրում է տեսնել այդքան ուժեղ, այդքան ընդունակ, այդքան արժանապատվությամբ լի երիտասարդ կնոջը, որը պատրաստ է միայնակ դիմակայել ամեն ինչին, բեռ լինելու վախից։ Ասաց, որ ընտանիքը բեռ չէ, այլ ընտրություն է, պայքար է, ամեն օր հայտնվելն է, նույնիսկ երբ դժվար է։ Ասաց, որ Ռաֆայելը պետք է սովորի դա, որ ինքը կանի իր մասը, սովորեցնելու նրան, նույնիսկ եթե ուշ լինի։ Բայց խնդրեց Ալինին, որ ամբողջությամբ չփակի դուռը, որ իր որդուն վերջին հնարավորությունը տա ապացուցելու, որ կարող է լինել այն մարդը, որին ինքը մեծացրել է լինելու համար, ոչ թե այն բանի ստվերը, ինչ ուրիշներն էին սպասում նրանից։ Ալինը խոստացավ մտածել, տիկին Հելենան գող թվաց։ Մինչ հեռանալը ավելի տարեց կինը երկու ձեռքով բռնեց Ալինի դեմքը, ասաց, որ նա հենց այն ուժն է, որն անհրաժեշտ է այդ ընտանիքին։ Որ երեխան օրհնված կլինի նման մայր ունենալով։ Եվ որ, ինչ էլ որ լինի Ռաֆայելի հետ, Ալինը միշտ նրա մեջ դաշնակից կունենա։ Երբ տիկին Հելենան դուրս եկավ, Ալինը երկար րոպեներ մենակ մնաց ժողովների սենյակում, փորձելով ամեն ինչ մարսել։ Առաջին անգամ շաբաթների ընթացքում նա զգաց մի բան, բացի զայրույթից, ցավից։ Նա հույսի փոքրիկ կայծ զգաց, նվազ, բայց արկա, որ թերս ամեն ինչ կարող էր այլ լինել, քան նա պատկերացրել էր։ Այդ գիշեր Ռաֆայելը հայտնվեց Ալինի բնակարանի դռան մոտ։ Նա դժկամորեն բացեց այն, երբ նա 3 անգամ զանգել էր։ Նա այլ էր, մազերը խառնված, փողկապը ծուռ, աչքերը հոգնածությունից կամ թերս լացից կարմրած։ Խնդրեց ներս մտնել, խոսել, ընդամենը 5 րոպե։ Ալինը թույլ տվեց նրան ներս մտնել, բայց սուրճ կամ հարմարավետություն չառաջարկեց։ Նա պարզապես ձեռքերը ծալեց, սպասեց։ Ռաֆայելը խոսեց գրեթե 1 ժամ, ոչ թե 5 րոպե։ Խոսեց մոր հետ զրույցի մասին, այն մասին, թե ինչպես նա ստիպել էր իրեն դիմակայել այն ճշմարտություններին, որոնցից նա խուսափում էր։ Այն մասին, թե ինչպես նա այդ նույն կեսօրին խոսել էր Վիվիանի հետ, առաջին անգամ դաժան անկեղծությամբ։ Պատմեց, որ Վիվիանը խոստովանել էր, որ սիրահարված է մեկ այլ տղամարդու, Ֆիլիպ անունով բժշկի, ով աշխատում էր իր ընտանիքի հիվանդանոցներից մեկում։ Որ նրանք գաղտնի հանդիպում էին տարիներ շարունակ, բայց երկուսն էլ վախենում էին խզել նշանադրությունը ընտանեկան ճնշման պատճառով։ Որ երբ նա բացահայտեց Ալինի երեխայի մասին, նրա արձագանքը թեթացում էր, ոչ թե զայրույթ։ Ռաֆայելն ասաց, որ վախեցած էր, որ չգիտեր, թե ինչպես լինել հայր, ինչպես լինել ինչ-որ մեկի զուգընկերը, ինչպես խզել տարիների էմոցիոնալ վերահսկողությունն ու հեռավորությունը։ Բայց ասաց նա, որ չէր կարողանում դադարել մտածել Ալինի երեխայի մասին, այն մասին, թե ինչպես էր ուզում ներկա լինել, նույնիսկ չիմանալով, թե ինչպես։ Նա ներողություն խնդրեց վախկոտ լինելու, նշանադրությունը թաքցնելու, ամեն ինչ անտեսելու փորձի համար, հույսով, որ իրավիճակը կախարդական կերպով կլուծվի։
Ասաց, որ հասկանում է, եթե նա այլս ոչինչ չի ուզում իր հետ, բացի երեխայի դաստիարակության համար խիստ անհրաժեշտից, բայց խնդրեց մի հնարավորություն փորձելու ավելի լավը լինել, սովորելու լինել այն, ինչ նրանց պետք էր։ Ալինը ամեն ինչ լսեց սրտում ցավով։ Նա անմիջապես չպատասխանեց։ Երկար րոպեներ լուռ մնաց, մարսելով, զգալով։ Եվ հետո ասաց, որ ինքը նույնպես սիրում է նրան, բայց սերը բավարար չէ։ Որ նրան պետք են հաստատուն գործողություններ, ներկայություն, մեկը, ով կհայտնվի նույնիսկ դժվար օրերին, ոչ միայն հեշտ ու ռոմանտիկ պահերին։ Ռաֆայելը խոստացավ, որ հենց այդպես էլ կլինի։ Ոչ կատարյալ, քանի որ գիտեր, որ երբեմն կձախողվի։ Բայց ներկա, նվիրված, պատրաստ սովորելու աճելու։ Եվ Ալինը, տեսնելով անկեղծությունը նրա աչքերում, թույլ տվեց իրեն մի փոքր հավատալ, որ թերս նրանք իսկապես կարող են իրական բան կառուցել միասին։ Երբ հանգստի 2 շաբաթներն ավարտվեցին, նոր ուլտրաձայնային հետազոտությունը ցույց տվեց, որ ընկերքը կատարյալ դիրք է գրավել, Ռաֆայելը հարցրեց, թե արդյոք Ալինը ցանկանում է մշտապես տեղափոխվել իր տուն։ Ասաց, որ դա պետք չէ լինի ռոմանտիզմի, այլ գործնականության համար։ Նրա տունն ավելի շատ տարածք ուներ, աշխատողներ, ովքեր կարող էին օգնել, նա կարող էր ներկա լինել ցանկացած արտակարգ իրավիճակի ժամանակ։ Ալինը վարանեց։ Դա հսկայական քայլ էր, հսկայական խոցելիություն։ Բայց երբ նա նայեց այն տանը, որն այդ շաբաթների ընթացքում դարձել էր այդքան հարմարավետ, այն մարդուն, ով նայում էր իրեն հազիվ թաքցրած հույսով, նա որոշեց ռիսկի դիմել։ Ասաց, որ այո, բայց պայմանով, որ նրանք առայժմ կքնեն առանձին սենյակներում, կառուցելով հարաբերությունները այն տեմպերով, որոնք իմաստ կունենային երկուսի համար, ոչ թե պարզապես նետվելով ինչ-որ բանի մեջ հղիության շտապողականության պատճառով։ Ռաֆայելը առանց վարանելու համաձայնեց։ Եվ այսպես, դանդաղորեն, նրանք սկսեցին կյանք կառուցել միասին։ Ոչ ավանդական ձով, ոչ ժամադրության, նշանադրության, ամուսնության ակնհայտ փուլերով, այլ իրենց ձով, եզակի անկատար, բայց իրական։ Ալինը շարունակեց աշխատել, չնայած Ռաֆայելը պնդեց, որ նա նվազեցնի աշխատանքային ժամերը։ Նրանք ամեն երեկո միասին ճաշում էին, խոսելով օրվա, երեխայի, ամեն ինչի ոչնչի մասին։ Ալինի որովայնը սկսեց ավելի ակնհայտորեն մեծանալ, երբ նա մտավ 5-րդ ամիս։ Ռաֆայելը հիացած էր, նրբորեն շոյելով աճող կորությունը, ցածր ձայնով խոսելով երեխայի հետ։ Երբ կարծում էր, որ Ալինը քնած է։ Այդ գիշերներից մեկն էր, երբ Ալինը կողքի էր պառկած, իսկ Ռաֆայելը շոյում էր նրա որովայնը, որ նրանք զգացին առաջին հարվածը։ Դա նուրբ էր, կարծես օդային պղպջակ էր պայթում ներսից, բայց անսխալ։ Ալինի աչքերը լայն բացվեցին, նա Ռաֆայելի ձեռքը ուղղեց ճիշտ տեղը։ Նա սպասեց, գրեթե չշնչելով, մինչ որ զգաց փոքր, բայց հստակ շարժում իր ափի դեմ։ Նրա դեմքը լուսավորվեց մաքուր զարմանքի ուրախության արտահայտությամբ, այդ պահին Ալինը բացարձակապես համոզված էր, որ նա հրաշալի հայր կլինի, ոչ թե այն պատճառով, որ ամեն ինչ գիտեր կամ բոլոր պատասխաններն ուներ, այլ այն պատճառով, որ խորապես հոգ էր տանում պատրաստ էր փորձել։ Հաջորդող ամիսները բերեցին նոր անսպասելիորեն քաղցր առօրյա։ Ալինը Ռաֆայելը սահմանեցին իրենց սեփական ռիթմը, ամենօրյա շերտերով սովորելով միմյանց մասին։ Նա հայտնաբերեց, որ նա սիրում է վաղ արթնանալ նստել այգում, մի բաժակ թեյով, դիտելով, թե ինչպես է արը ծագում ծառերի միջով։ Նա սովորեց, որ նա իր ողջ գործադիր սառնության հետում անհավատալիորեն սենտիմենտալ էր, պահելով անհեթեթ գրություններ, որոնք նա թողնում էր տան շուրջը, ուլտրաձայնային լուսանկարներ իր դրամապանակում, կարծես հազվագյուտ գանձեր լինեին։ Տիկին Հելենան մշտական ներկայություն դարձավ նրանց կյանքում, հայտնվելով կիրակի օրերին ճաշերի համար, բեռնված նվերներով երեխայի համար պատմություններով, թե երբ Ռաֆայելը երեխա էր։ Նա պատմում էր, թե ինչպես նա մանկուց զգայուն էր եղել, միշտ անհանգստացած էր հորը չհիասթափեցնելու, կատարյալ որդի լինելու համար։ Ալինն այժմ հասկանում էր, թե որտեղից էր գալիս Ռաֆայելի վերահսկողության կարիքը, ինչու էր նա միշտ թաքնվում սառնության դիմակի հետում։ Եվ նա ավելի շատ էր սիրում այն մարդուն, որին նա դառնում էր, այդ դիմակը թողնելով։ 7-րդ ամսվա սկզբին ամեն ինչ նորից փոխվեց։ Ալինը արթնացավ փետրվարի մի վաղ առավոտյան, ստորին որովայնում տարօրինակ ցավով։ Դա հենց կծկանք չէր, այլ մշտական ճնշում, որը նրան անհարմարություն էր պատճառում։ Նա շրջվեց անկողնում, փորձելով ավելի լավ դիրք գտնել, բայց զգացողությունը չանցավ։ Երբ նա զգաց տաք հեղուկ, որը հոսում էր ոտքերի միջով, խուճապն անմիջական էր։ Նա կանչեց Ռաֆայելին, նրա ձայնը, դեռս քնկոտ հարան սենյակից, անմիջապես պատասխանեց։
Նա հայտնվեց վայրկյանների ընթացքում, երբ տեսավ սարսափի արտահայտությունը նրա դեմքին թաց բիծը սավանների վրա, անմիջապես հասկացավ. Նա ժամանակ չկորցրեց հարցերով։ Վերցրեց հիվանդանոցային պայուսակը, որը պատրաստ է շաբաթներ առաջ, օգնեց Ալինին հագնվել զարմանալիորեն ամուր ձեռքերով մեքենա վարեց դեպի հիվանդանոց այնպիսի արագությամբ, որը մոտ էր անխոհեմությանը, բայց երբեք չկորցրեց վերահսկողությունը։ Հիվանդանոցում բժշկական անձնակազմը արագ գործեց։ Պարկը վաղաժամկետ պատռվել էր, չնայած 31 շաբաթը ավելի լավ էր, քան վաղաժամ ծննդաբերության շատ իրավիճակներ, դա դեռ շատ վաղ էր։ Բժշկուհի Մարիանան, ում շտապ կանչել էին, բացատրեց, որ ստիպված կլինեն ծննդաբերություն հարուցել, որ սպասել չի կարելի, որ ուշացման յուրաքանչյուր ժամը մեծացնում է վարակի ռիսկը։ Ալինը սարսափած էր։ Ծննդաբերության նախապատրաստման բոլոր դասընթացները եղել էին ժամկետային երեխայի համար, 40 շաբաթվա, ոչ թե 31-ի։ Ռաֆայելը ոչ մի պահ չհեռացավ նրա կողքից։ Նա այնքան ուժգին բռնեց նրա ձեռքը, որ նա զգաց իր մատանիները սեղմվող իր մաշկին, բայց ցավը մխիթարող էր, խարիսխ վախի անորոշության փոթորկում։ Ծննդաբերությունը երկար էր ու հյուծիչ։ Ժամերն անցան ցավի, խորը շնչառության Ռաֆայելի շշնջաց քաջալերանքի խոսքերի շրջապտույտում։ Նա խոնավ կտորներ էր դնում նրա ճակատին, գաղտնի ասում էր, որ նա ուժեղ է, որ կատարյալ է գնում, որ շուտով կհանդիպեն երեխային։ Նրա ձայնը մշտական թել էր, որը նրան կենտրոնացած էր պահում, թույլ չտալով, որ նա կորչի խուճապի մեջ։ Երբ վերջապես եկավ հրելու ժամանակը, Ալինը վստահ չէր, թե արդյոք էներգիա էր մնացել։ Բայց Ռաֆայելն այնտեղ էր, բռնած նրա ձեռքը, նայելով նրա աչքերին այնպիսի ինտենսիվությամբ, որն ասում էր, որ նա հավատում է նրան, որ ոչ մի վայրկյան չի կասկածում նրա կարողությանը։ Եվ այդ հավատը նրան մղեց վերջին կծկումների միջով, ցավի միջով, որը թվում էր անհնարին հանդուրժել, մինչ վերջապես, նրանք լսեցին առաջին լացը։ Դա բարձր, ուժեղ, վրդովված լաց էր։ Երեխան բողոքում էր ցուրտ ու պայծառ աշխարհի դեմ իր փոքրիկ թոքերի ողջ ուժով։ Բժշկուհի Մարիանան ժպտաց, բռնած նորածնին, հայտարարելով, որ տղա է, փոքրիկ, բայց ակնհայտորեն առողջ տղա։ Նա կարճ ժամանակով դրեց նրան Ալինի կրծքին, մինչ նորածնային թիմը ստիպված եղավ տանել նրան գնահատման։ Ալինը առաջին անգամ նայեց որդուն, զգաց, որ իր սիրտը պայթում է այնքան ուժեղ հուզմունքից, որ նույնիսկ անուն չուներ։ Նա մանր էր, մաշկը կարմրած ու կնճռոտված, աչքերը ամուր փակված, բռունցքները սեղմված։ Բայց նա կատարյալ էր, բացարձակապես կատարյալ։ Նա նրբորեն դիպավ նրա դեմքին դողդոջուն մատով, մինչ նրան տեղափոխեցին նորածնային ինտենսիվ թերապիայի բաժին։ Ռաֆայելը բացահայտ լաց էր լինում։ Արցունքները հոսում էին նրա դեմքով, առանց նա որևէ ջանք գործադրեր դրանք թաքցնելու։ Երբ Ալինը նայեց նրան, նա մի բան տեսավ, որը երբեք չէր տեսել նախկինում՝ լիակատար խոցելիություն, մաքուր անպաշտպան սեր, վախ հույս, որոնք խառնված էին մի արտահայտության մեջ, որը բացարձակապես բացահայտում էր այն ամենը, ինչ նա զգում էր։ Սառը ղեկավարն ամբողջությամբ անհետացել էր, փոխարինված մի մարդով, որը փոխակերպվել էր իր որդու ծնվելու փորձից։ Առաջին շաբաթները նրանց կյանքի ամենադժվարն էին։ Երեխան, որին որոշեցին Գաբրիել անվանել, ստիպված էր մնալ նորածնային ինտենսիվ թերապիայի բաժնում։ Նա կշռում էր ընդամենը 1 կիլոգրամ 800 գրամ, չափազանց փոքր, իր սեփական ջերմաստիճանը կարգավորելու կամ առանց օգնության շնչելու համար։ Նա միացված էր խողովակներին մոնիտորներին, մի տեսարան, որը կոտրում էր Ալինի սիրտը ամեն անգամ, երբ նա այցելում էր նրան։ Ռաֆայելը մշտական ներկայություն դարձավ հիվանդանոցում։ Նա արձակուրդ վերցրեց ընկերությունից մի բան, որն աներակայելի էր այն աշխատասեր ղեկավարի համար, ով նա եղել էր ամիսներ առաջ, ժամեր էր անցկացնում ինկուբատորի կողքին նստած, Գաբրիելի հետ խոսելով բացարձակապես ամեն ինչի մասին։ Նա պատմում էր իր սեփական մանկության մասին, տատիկի մասին, ում երեխան շուտով կճանաչեր, տանը պատրաստվող սենյակի մասին, որը ներկված էր երկնագույնով, առաստաղին սպիտակ ամպերով։ Բժիշկները բացատրեցին, որ հպումը ձայնը կարող են վաղաժամ ծնված երեխաների համար։ Այսպիսով, Ռաֆայելը Ալինը հերթով կենգուրու մեթոդն էին անում, Գաբրիելին մաշկով մաշկի դեմ պահելով իրենց կրծքին, զգալով փոքրիկ սրտի արագ բաբախյունը իրենց սրտերի դեմ։ Դրանք խորը մտերմության պահեր էին, կապի, որը գերազանցում էր արյունը կամ գենետիկան։ Գաբրիելը պայքարեց մարտիկի պես։ Ամեն օր նա մի քանի գրամ էր ավելացնում, ամեն շաբաթ նրան ավելի քիչ շնչառական օգնություն էր պետք։ Բժիշկները զարմացած էին նրա դիմացկունությունից, նրա ապաքինման արագությունից։
Ալինը հավատում էր, որ դա այն պատճառով էր, որ նա զգում էր շուրջը եղած սերը, որ նույնիսկ այդ թափանցիկ ակրիլային տուփում, շրջապատված աղմկոտ մեքենաներով, նա երբեք մենակ չէր։ 42 օր սպասում, հույս, փոքր հաղթանակներ, ժամանակավոր հետընթացներ հաղթահարվեցին։ Եվ հետո, վերջապես, օրը եկավ։ Գաբրիելը բավականաչափ ուժեղ էր, բավականաչափ մեծ, բավականաչափ կայուն, տուն գնալու համար։ 2 կիլոգրամ 300 գրամ մաքուր վճռականություն, մուգ աչքեր, Ռաֆայելի նման, լուրջ արտահայտություն, կարծես աշխարհի ծանրությունը կրում էր իր փոքրիկ ուսերին։ Գաբրիելին տուն տանելը սարսափելի էր հուզիչ հավասարապես։ Ալինը մոլուցքով ստուգում էր սենյակի ջերմաստիճանը, օրորոցը, հագուստները։ Ռաֆայելը տեղադրել էր մոնիթորինգի տեսախցիկներ յուրաքանչյուր անկյունում, գնել էր բոլոր սարքավորումները, որոնք բժիշկները խորհուրդ էին տվել, մի քանիսը, որոնք պարզապես նրան ավելի հանգիստ էին դարձնում։ Նրանք հազիվ էին քնում առաջին գիշերները, ամեն ժամ արթնանալով, ստուգելու, թե արդյոք Գաբրիելը շնչում է, արդյոք հարմարավետ է, արդյոք ինչ-որ բանի կարիք ունի։ Բայց աստիճանաբար առօրյան հաստատվեց։ Անքուն գիշերներ բաժանված հերթափոխերով, աճող արդյունավետությամբ փոխվող տակտիրներ, աճող վստահ ձեռքերով արված լոգանքներ։ Ռաֆայելը զարմանալիորեն բնական էր երեխայի հետ։ Նա տակտիրներ էր փոխում անհամերաշխ երգեր երգելով, Գաբրիելի հետ խոսում էր կերակրման ժամանակ, բիզնես տեսություններ բացատրելով որդուն, ով նրան նայում էր շփոթեցնող լրջությամբ։ Ալինը երբեմն հեռվից էր դիտում նրանց, սիրտը լցված սիրով այդ երկու տղամարդկանց նկատմամբ, ովքեր ամբողջությամբ փոխել էին իր կյանքը։ Տիկին Հելենան խելագար տատիկ էր։ Նա գրեթե ամեն օր հայտնվում էր անհարկի նվերներով, ժամերով բռնած Գաբրիելին, մինչ Ալինը մի փոքր քնում էր։ Նա ասում էր, որ թոռան աչքերում ճանաչում է նույն վճռական փայլը, որն ուներ հայրը մանուկ ժամանակ, որ Գաբրիելը հրաշալի մարդ կլինի, մեծացած այն սիրով, որը Ռաֆայելը երբեք չէր ստացել իր ողջ ինտենսիվությամբ։ Մի հանգիստ գիշեր էր, երբ Գաբրիելը 3 ամսական էր, վերջապես ավելի երկար էր քնում, որ Ռաֆայելը հարց տվեց։ Նա Ալինը բազմոցին էին, հյուծված, բայց գոհ, դիտելով, թե ինչպես է երեխան քնում կողքի օրորոցում։ Ռաֆայելը բռնեց նրա ձեռքը, մատները միահյուսելով, հարցրեց, թե արդյոք նա կամուսնանա իր հետ։ Դա դրամատիկ չէր։ Չկային ջութակահարներ կամ վարդի թերթիկներ կամ թանկարժեք մատանի թավշյա տուփի մեջ։ Դա պարզապես նրանք երկուսն էին, երեխայի հետ կյանքի խառնաշփոթի մեջ, շրջապատված օգտագործված տակտիրներով, ճմրթված վերմակներով։ Բայց դա կատարյալ էր հենց դրա համար։ Դա իրական էր։ Ռաֆայելը բացատրեց, որ չի ուզում ամուսնանալ, որովհետև դա սպասվում էր կամ որ նրանք ավելի ընդունելի ընտանիք կկազմեին սոցիալապես։ Նա ուզում էր ամուսնանալ, որովհետև չէր կարողանում պատկերացնել մեկ օր ապրել առանց նրա, որովհետև նա իրեն վերածել էր մեկի, ով նա նույնիսկ չգիտեր, որ կարող էր լինել, որովհետև ուզում էր խոստանալ բոլորի առջ, ովքեր ճանաչում էին, որ նա Գաբրիելը իր ընտրությունն էին, ամեն օր, հավերժ։ Նա գրպանից հանեց մի մատանի, որը Ալինը անմիջապես ճանաչեց։ Դա նրա տատիկի նշանադրության մատանին էր, ոսկյա մատանի, պարզ, բայց էլեգանտ մենակ ադամանդով։ Տիկին Հելենան այն տվել էր նրան շաբաթներ առաջ, ասելով, որ այն պատկանում է մի կնոջ, ով կառուցել է իսկական, ոչ թե կազմակերպված սեր, որ Ալինն արժանի է այն կրելու։ Ալինը նայեց մատանուն, Ռաֆայելին, Գաբրիելին, ով անմեղ քնած էր մի քանի մետր հեռավորության վրա, զգաց, որ արցունքներ են հոսում իր դեմքով։ Ասաց, որ այո։ Ոչ ֆինանսական անվտանգության համար, ոչ հարգված անվան համար, ոչ սոցիալական ճնշման համար։ Ասաց այո, որովհետև սիրում էր այդ մարդուն, ով դարձել էր իր իսկական զուգընկերը, ով նրան տեսնում էր ոչ թե որպես պարտավորություն, այլ որպես ամեն օր նորացվող ընտրություն։ Հարսանիքը տեղի ունեցավ 3 ամիս անց, Երանի մարզի մի ֆերմայում։ Ոչ Դիլիջանում, որտեղ նախորդ հարսանիքն էր պլանավորվել, այլ մի նոր վայրում, առանց վատ հիշողությունների, միայն նոր պատմությունների խոստումով։ Դա փոքր էր, միայն մտերիմ ընկերներ ընտանիք։ Վիվիանն այնտեղ էր Ֆիլիպի հետ, այժմ պաշտոնապես միասին շողշողուն։ Հելենան, քարտուղարուհին, ով եղել էր ամեն ինչի սկզբի լուր վկան, բռնած էր Գաբրիելին արարողության ժամանակ, երեխան հագնված փոքրիկ սպիտակ կոմբինեզոնով։ Ալինը կրում էր պարզ կրեմագույն ժանյակավոր զգեստ, մազերը բաց, բնական ծաղիկներով հյուսված։ Ռաֆայելը կոստյում էր կրում, բայց հանել էր փողկապը, վերնաշապիկի առաջին կոճակները բաց։ Նրանք գրել էին իրենց սեփական ուխտերը, անհնար էր չլացել, երբ Ռաֆայելը խոստացավ կատարյալ չլինել, բայց ներկա լինել։ Երբ խոստացավ սխալվել, բայց միշտ վերադառնալ։
Երբ խոստացավ սիրել ոչ միայն հեշտ օրերին, այլ հատկապես դժվար օրերին։ Ալինը խոստացավ լինել նրա զուգընկերը, ոչ թե նրա ստվերը։ Խոստացավ մարտահրավեր նետել նրան, երբ նա փորձեր թաքնվել սառնության պատերի հետում։ Խոստացավ սիրել նրան, նույնիսկ երբ նա համառ կլիներ, անհնարին հիասթափեցնող կերպով վերահսկող։ Եվ խոստացավ, ամենից առաջ, նրա հետ ընտանիք կառուցել, հիմնված ճշմարտության, ոչ թե արտաքին տեսքի վրա։ Երբ նրանք համբուրվեցին որպես ամուսին կին, Գաբրիելը ընտրեց հենց այդ պահը, բարձր լաց լինելու համար, կարծես ցանկանում էր բոլորին հիշեցնել, որ ինքն էլ էր այդ միության մասը։ Հյուրերի միջով անցած ծիծաղը լի էր քնքշանքով, երբ Ալինը որդուն գրկեց դեռ հարսանեկան զգեստով, Ռաֆայելը կողքին, երկուսին էլ գրկելով, լուսանկարիչը նկարահանեց ոչ ավանդական, ոչ պլանավորված, բայց բացարձակապես իրական ընտանիքի կատարյալ պատկերը։ Հաջորդող ամիսները եղան հարմարեցումների բացահայտումների։ Գաբրիելը արագորեն մեծանում էր, փխրուն վաղաժամ ծնվածից վերածվելով ամուր հետաքրքրասեր երեխայի։ Նա սկսեց ժպտալ 3.5 ամսականում, առաջին ժպիտը պահված էր Ռաֆայելի համար, երբ նա հիմար դեմքեր էր անում, փորձելով նրան ծիծաղեցնել։ Այդ անատամ ժպիտը բավական էր հզոր ղեկավարին հայրական հպարտության կույտի վերածելու համար։ Ռաֆայելը փոխեց ընկերության աշխատանքային դինամիկան։ Նա ներդրեց երկարաձգված հայրության արձակուրդի, ժամանակացույցի ճկունության, երեխաներ ունեցող աշխատակիցներին աջակցելու քաղաքականություն։ Նա շենքում մանկապարտեզ ստեղծեց, մի բան, որը տիկին Հելենան ասաց, որ պետք է արվեր տասնամյակներ առաջ։ Ալինը վերադարձավ կես դրույքով աշխատանքի, բայց այժմ այլ պաշտոնում, օգտագործելով իր փորձը նոր օգնականներին մարզելու ավելի մարդկային գործընթացներ մշակելու համար։ Այգեստանի տունը, որը նախկինում էլեգանտ էր, բայց անանձնական, վերածվեց իսկական տան։ Գունավոր խաղալիքներ սփռված հյուրասենյակում, Գաբրիելի նկարներ սառնարանին, երբ նա մեծացավ, ընտանեկան լուսանկարներ յուրաքանչյուր պատին։ Ռաֆայելը, ով մեծացել էր մի տանը, որտեղ ամեն ինչ ուներ իր կատարյալ անձեռնմխելի տեղը, սովորեց ընդունել երեխայի հետ կյանքի կազմակերպված խառնաշփոթը։ Այն գիշերներին, երբ Գաբրիելը վերջապես քնում էր, նրանք հյուծված, բայց գոհ հանդիպում էին բազմոցին, Ռաֆայելը երբեմն Ալինին նայում էր զարմանքի արտահայտությամբ, կարծես դեռ չէր կարողանում հավատալ, թե ինչպես էր փոխվել իր կյանքը։ Նա ասում էր, որ զգում էր, կարծես արթնացել։ Էր տարիների քնից, որ մինչ նրա հայտնվելը, նա պարզապես գոյություն ուներ, հետելով շարժումներին, առանց իրականում որևէ բան զգալու։ Ալինը պատասխանում էր, որ ինքն էլ էր փոխակերպվել, որ նախկինում բավարարվում էր անտեսանելի լինելով, իր արժեքն ապացուցելով լուռ արդյունավետությամբ։ Բայց Ռաֆայելը նրան սովորեցրել էր տեղ գրավել, ձայն ունենալ, հավատալ, որ նա արժանի է սիրո ոչ թե օգտակար լինելու, այլ պարզապես գոյություն ունենալու համար։ Նրանք կատարյալ չէին։ Նրանք վիճում էին Գաբրիելի դաստիարակության, ֆինանսների, ամենօրյա փոքր բաների շուրջ, որոնց մասին վիճում են բոլոր զույգերը։ Բայց նրանք սովորեցին առողջ ձով վիճել, լսել միմյանց, ներողություն խնդրել, երբ սխալվում էին։ Եվ ավելի կարևոր, նրանք սովորեցին, որ սերը ստատիկ զգացմունք չէր, այլ ակտիվ ընտրություն, ամեն օր նորացվող։ Գաբրիելը մեծացավ շրջապատված այս ակտիվ, գիտակցված սիրով։ Նա տեսավ հորը լացելիս, երբ նա կորցրեց կարևոր պայմանագիր, տեսավ մորը խոհանոցում պարելիս, երբ նա ճաշ էր պատրաստում, տեսավ տատիկներին ու պապիկներին պատմություններ փոխանակելիս անցյալի մասին։ Նա մեծացավ, իմանալով, որ ընտանիքը կատարելություն չէ, այլ ներկայություն։ Դա երբեք չսխալվելը չէր, այլ միշտ վերադառնալը։ Դա առանց կոնֆլիկտների ապրելը չէր, այլ կոնֆլիկտները հարգանքով սիրով լուծելը։ Տարիներ անց, երբ Գաբրիելն արդեն դպրոցում էր, Ալինը նորից հղի էր, այս անգամ պլանավորված առանց բարդությունների հղիություն, նա երբեմն մտածում էր այդ գիշերվա մասին ժողովների սենյակում, որը փոխել էր ամեն ինչ։ Մտածում էր, թե ինչպես մի չպլանավորված, սարսափելի ակնհայտորեն անհնար բան դարձել էր այն ամենալիարժեք կյանքի հիմքը, որը նա կարող էր պատկերացնել։ Ռաֆայելը, այժմ լիովին այլ մարդ, քան այն սառը ղեկավարը, ում նա ճանաչել էր, դեռ զարմացնում էր նրան։ Գաբրիելի 5-ամյակին նա պարզ երեկույթ կազմակերպեց այգում, շոկոլադե տորթով դպրոցական ընկերներով։ Եվ երբ բոլորը գնացին, տունը թղթի կտորների թարամած փուչիկների փառահեղ խառնաշփոթ էր, նա գրկեց Ալինին Գաբրիելին, ձեռքը հանգչում էր որովայնի վրա, որտեղ մեկ այլ երեխա էր աճում, ասաց, որ դա իսկական հաջողությունն էր։ Ոչ թե միլիոնավոր պայմանագրերը կամ բիզնես ամսագրերի շապիկները։ Դա, այդ սիրող խառնաշփոթը, այդ անկատար աղմկոտ ընտանիքը։
Ալինը գլուխը հենեց նրա ուսին, զգալով, թե ինչպես է Գաբրիելը սեղմվում իրենց միջխմբակային գրկախառնության մեջ, որը նա պնդում էր անվանել «սիրո սենդվիչ», լուր համաձայնեց։ Նրանք սկսել էին անհնարին պայմաններում, երկու անծանոթներ, ովքեր թակարդում էին ուրիշների կողմից ստեղծված ակնկալիքների մեջ։ Բայց նրանք ընտրեցին խզել այն ամենը, ինչ սպասվում էր, դիմակայել դատողություններին, դժվարություններին, իրական բան կառուցելու համար։ Եվ ի վերջո, նրանք հայտնաբերեցին, որ իսկական սերը այն չէր, ինչ հայտնվում էր ռոմանտիկ ֆիլմերում, կատարյալ հայտարարություններով, շքեղ տեսարաններով։ Դա սառը սուրճ էր առավոտյան, անքուն գիշերների ընթացքում հիվանդ երեխայի հետ։ Դա միմյանց ձեռքը բռնելն էր վաղաժամ ծննդաբերությունների դժվար հանդիպումների ժամանակ։ Դա ընտրությունն էր մնալու վատ օրերին, ձանձրույթի պահերին, կաթ գնել մոռացածի մասին վեճերում։ Դա կյանք կառուցելն էր, աղյուս առ աղյուս, խոստում կատարված, մինչ որ նրանք հետ նայեին տեսնեին ոչ թե ժողովների սենյակ, շրջապատված թղթերով հեռավորությամբ, այլ սիրով, ծիծաղով երկրորդ հնարավորություններով լի տուն, երախտագիտությամբ ընդունված։ Եվ այսպես, տակտիրների ժողովների միջ, ընտանեկան ճաշերի հանգստյան օրերի պարզ ուղղորությունների միջ, արտասովորի առօրյայի միջ, Ռաֆայելը Ալինը կառուցեցին հենց այն, ինչ երկուսն էլ միշտ կարիք ունեին, բայց երբեք չգիտեին, թե ինչպես փնտրել։ Իսկական ընտանիք, ընտրված ոչ թե պարտավորությունից կամ հարմարավետությունից, այլ անկեղծ սիրուց ամեն օր, հավերժ, միմյանց ընտրելու քաջությունից։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Ալինի Ռաֆայելի պատմությունը դիպել է ձեր սրտին։ Եթե դուք հուզվել եք նրանց ճանապարհորդությունից, ժողովների սենյակում տեղի ունեցած այդ անսպասելի գիշերից մինչ իսկական ընտանիք կառուցելը, դրեք լայք, բաժանորդագրվեք ալիքին, մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Արդյոք դա Ալինի քաջությունն էր, անհրաժեշտության դեպքում միայնակ մեծացնել իր որդուն։ Ռաֆայելի վերափոխումը սառը ղեկավարից սիրո խոր։ Թե գուցե տիկին Հելենայի ուժը, խզելու ավանդույթները, որոնք այլս իմաստ չունեին։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, պատմություններ երկրորդ հնարավորությունների, իսկական սիրո երջանկությունն ընտրելու քաջության մասին, նույնիսկ երբ ամբողջ աշխարհն այլ բան է սպասում։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կստիպի ձեր սրտին ավելի ուժեղ բաբախել, գուցե, ով գիտե, կոգեշնչի ձեզ գտնել ձեր սեփական երջանիկ ավարտը։